վերաբերյալ։ Պարոն Նազարյանին տանք, հետո պարոն։ Լավ, Տիկին Ղազարյան, խնդրեմ։ Շնորհակալ եմ շատ, պարոն Սարգսյան, իրականում ես հասկանում եմ ձեր բարի նպատակը, որպեսզի հնարավորինս կարողանանք կանխել ու շատ լավ է, որ անչափահասների վերաբերյալ էլ ունեք որպես ծանրացնող հանգամանք հոդվածներ։ Ես մի քիչ ուզում եմ ձեր կարծիքը հասկանալ այս պատժամիջոցների ավելացման միջոցով, ինչքանով է դա արդյունավետ լինելու հետագայում թմրամիջոցների դեմ պայքարի հարցում։ Ես օրինակ թե 393 հոդվածի վերաբերյալ էի ուզում ձեզ առաջարկել, ինչի չենք մտածում տուգանքներ սահմանելու մասին, որովհետև երբ որ իրացման նպատակով է օգտագործում թմրանյութերի ապօրինի շրջանառության, հնարավոր է դատավճիռից հետո կարողանան մեծ եկամուտներ են ձեռք բերում, ինչպես նշված էր հիմնավորման մեջ, եւ հետագայում կարող են այդ գումարները ծախսել։ Այսինքն կարելի է նաեւ մեծ չափով այստեղ էլ տուգանք սահմանել, որպեսզի հետագայում ոչ թե չափը բարձրացնել պատժամիջոցի, այլ տուգանք սահմանել այս մասով։ 396 հոդվածի վերաբերյալ լավ է, որ դուք ընդունել եք տուգանքի մասը, որովհետև այստեղ էլ պետք է առաջարկեի, որպեսզի կա վերասոցիալականացման հարցը, որովհետև երբ որ մարդը արդեն ոչ թե իրացման նպատակով է, այլ այնտեղ հիմնավոր միտք կարող է ծագել, որ տվյալ անձը իր անձնական օգտագործման համար է թմրամիջոց այսինքն պահում իր անձնական օգտագործման եւ հնարավոր է, որ թմրամոլությամբ է տառապում եւ այստեղ ազատազրկումը բնավ լուծում չի, այլ ավելի լավ է, որ վերասոցիալականացման ծրագրեր իրականացվեն կամ հարկադիր բուժման ուղարկվի։ Այս երկուսի մասով առաջին մասով ինչ ունեք ասելու։ Շնորհակալ եմ, նախ բուժման մասով ասեմ, որ այսօր պետությունը, կառավարությունը այդ ֆունկցիան ամբողջությամբ իրականացնում է, կամ ես չասեմ ամբողջությամբ իրականացնում է եւ նման հնարավորություն ունեն մեր այն քաղաքացիներ, ովքեր ունեն հակում թմրամիջոցների նկատմամբ եւ չեն կարողանում չօգտագործել եւ դա իրենց մոտ կենսական անհրաժեշտություն է եւ դարձել է հիվանդություն, նրանք բոլորը կարողանում են հաշվառվել կախվածությունների կենտրոնում եւ ստանալ հատուկ դոզաներ, մեթադոնային բուժում է դա անվանվում եւ իրենք ստանում են սրվակով իրենց հասանելիք մեթադոնը եւ կարողանում են օգտագործելով բավարարել իրենց թմրամիջոցի այդ պահանջը, որը իրենց օրգանիզմը ունի, ասեմ, որ 6000-ից ավել քաղաքացիներ արդեն իսկ գրանցված են կախվածությունների կենտրոնում եւ նրանց մեծ մասը ստանում է մեթադոնային բուժում եւ ամեն օր կամ մի քանի օր մեկ գնում է եւ այդ սրվակը ընդունում է։ Այս իմաստով պետությունը բուժման աշխատանքը իր կողմից իրականացնում է, իրականում չեմ կարող ասել ինչքանով է դա արդյունավետ, բայց այս աշխատանքը կատարվում է, կարող ենք մտածել ինչպես անենք, որպեսզի դա դառնա արդյունավետ։ Ես մի առաջարկ եմ օրինակ արել սա հետ կապված վարչապետի մոտ եւ քննարկում էինք անցկացնում թմրամիջոցների ապօրինի շրջանառության թեմայով եւ դիմելով կենտրոնին ասում էի եւ նաեւ առողջապահության նախարարությանը որպես լիազոր մարմին, որպեսզի այդ մեր քաղաքացիները, ովքեր մեթադոնային բուժում են ստանում, ամեն օր տրամադրեն 1 սրվակ եւ ոչ թե մեկ օրում տրամադրել օրինակ 10 սրվակ 10 օրվա համար, որովհետեւ հաճախ այդ մեր քաղաքացինով 10 մեթադոն է վերցնում, մեկը օգտագործում է, մնացածը վաճառում է եւ վաճառած դիմաց ձեռք բերած գումարով ավելի վնասակար թմրանյութեր է գնում, սինթետիկ օրինակ կրիստալ եւ բավարարում է դրանով իր քաղցը թմրանյութի նկատմամբ, նաեւ աշխատելով գումար եւ մեթադոնը նաեւ այլ թմրանյութի հետ օգտագործելով ավելի է վատթարում իր վիճակը, այսինքն մենք մեթադոն ենք տրամադրում քաղաքացուն, որպեսզի նա բուժվի, իրականում նա մի մասը վաճառում է եւ դրա արդյունքում ձեռք է բերում այլ սինթետիկ թմրանյութ, որը ել ավելի վնասակար է իր առողջության համար, առաջարկել եմ, որպեսզի առողջապահության նախարարությունը քննարկի եւ մեթադոնային բուժման համար քաղաքացիներին ամեն օր տրամադրվի 1 սրվակ մեթադոն եւ ոչ թե 7 կամ 10 7 օրվա կամ 10 օրվա համար, որպեսզի նա չկարողանա դա իրացնել եւ նաեւ պարտադիր պահանջ լինի, որպեսզի մեր քաղաքացին տեղում օգտագործի, այսինքն տեղում ընդունի մեթադոնը եւ նոր դուրս գա կախվածությունների կենտրոնից, որպեսզի հնարավորություն ունենա այն իրացնել եւ ձեռք բերել այլ ավելի վնասակար թմրանյութեր։ Ինչ վերաբերվում է իրացնելու նպատակով թմրամիջոցների շրջանառության հոդվածները քրեականացնելուց բացի նաեւ սահմանել տուգանք, նշեմ, որ բազմաթիվ երկրներում կա այդ փորձը եւ անգամ իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախատեսված են մեծ տուգանքներ։
կամ գույքի բռնագանձմամբ գալանք, որպեսզի այդ քաղաքացին, ով գնում է այդ ճանապարհով, նաև իր գույքը բռնագանձվի, այսինքն այն քաղաքացին, ում մոտ կհայտնաբերվի մեծ քանակությամբ թմրամիջոցներ, որոնք կապացուցվի կհիմնավորվի, որ իրացման նպատակով են, դա լինի նաև գույքի բռնագանձմամբ, ինչին ես կողմ կլինեմ, եթե նման առաջարկ ձեր կողմից լինի, ես կողջունեմ եւ կողմ կլինեմ առաջարկին։ Արձագանք։ Շնորհակալ եմ, ձեր խոսքում էլ հաստատեցիք, պարոն Սարգսյան, որ իրականում համապարփակ մոտեցում է պետք խնդրի վերջնական լուծման համար, թե հարկադիր բուժման գնալու, նաև այնտեղ զսպվածություն, որևէ վերահսկողություն իրականացնելու, որ հետագայում չշարունակեն նման օգտագործել կամ բուժում իրապես օգուտ տա, եւ թե պատժամիջոցներ սահմանելու հարցում, որովհետեւ եկեք փաստենք, որ մենակ ազատազրկումը, բան չունեմ ասելու, դա էլ իր դերը ունի թմրամիջոցների ապօրինի իրացման, շրջանառության եւ այլնի համար, բայց այնուամենայնիվ մենակ ազատազրկումը, այնել ինչքան էլ պատիժները խստացնենք, վերջնական լուծում չի այս ամբողջ process-ը կանգնացնելու։ Շնորհակալ եմ, իհարկե պատժի խստացումը միայն չի կարող լուծել բոլոր խնդիրները, որոնք մենք այսօր ունենք, եւ նաեւ պետք է գնանք մի շարք այլ ճանապարհներ, որով արդեն իսկ գնում ենք եւ շարունակելու ենք գնալ, մասնավորապես Արգելի գործընկերներ։ Մասնավորապես պատժի եւ հանցագործությունների կանխարգելման համար պրակտիկայում երկու սկզբունք կա։ Առաջինը դա պատժի անխուսափելիությունն է, որպեսզի պատիժը լինի անխուսափելի, եւ երկրորդը դա պատժի խստությունն է։ Մենք պետք է երկու ճանապարհներով էլ գնանք, այնպես անենք, որպեսզի պատիժը լինի անխուսափելի, այսինքն հնարավոր է շատ լինի բացահայտման դեպքերը, եւ բացահայտվելուց հետո քաղաքացին հանցագործություն կատարած քաղաքացին ապացուցվի, որ կատարել է հանցագործությունը եւ կրի իր պատիժը, եւ երկրորդ, պատիժը պետք է լինի խիստ հնարավորինս, որպեսզի մենք կանխենք այն աճը, որ ինչպես ամբողջ աշխարհում, այդպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում ունենք։ Ես իմ ձեռքի տակ ունեմ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները, սա 2018 թվականից 2023 թվականների ընթացքում աճի ծավալներն են, տեսնում ենք, որ 5 տարվա ընթացքում բազմապատիկ աճել է ապօրինի շրջանառության ծավալները թմրամիջոցների եւ սրա նպատակներից մեկը այս խնդրի լուծման եւ միջոցներից մեկը պատժի խստությունն է եւ դա անհերքելի է, որ պատժի խստությունը ունենում է կանխարգելիչ նշանակություն եւ եթե օրինակ տարիներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող մարդկանց համար հնարավոր է սա այդքան էլ կանխարգելիչ նշանակություն չունենա, բայց մեր երիտասարդների շրջանում, ովքեր նոր են մտնում այս հանցավոր սխեմաների մեջ եւ դրանց համար հետաքրքիր է լինում ապօրինի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավվելը, քանի որ կարողանում են հնարավորություն ունեն մեծ գումարներ վաստակել եւ պատիժը նախատեսվում է օրինակ մինչեւ 6 տարի ազատազրկում, դրանց համար կարող լինի նախընտրելի, դրանք մի քանի անգամ եւ այսօր էլ նախընտրելի է, դրանք մի քանի անգամ զբաղվում են ապօրինի թմրամիջոցների շրջանառությամբ, պատրաստվելով, ներմուծելով, առաքելով, վաճառելով, գովազդելով եւ մեծ գումարներ են աշխատում եւ հայտնաբերվելու դեպքում մի մասը տնային կալանքի մեջ է գտնվում եւ իր բաժի մի մասը անցկացնում է տնային կալանքում։ Ինչպես ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը հայտարարեց, ունեցել ենք դեպքեր, երբ քաղաքացին գտնվելով տնային կալանքի մեջ, ով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար գտնվել է տնային կալանքում գտնված ժամանակ նույնպես զբաղվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ եւ շարունակել իր հանցավոր գործունեությունը։ Այսինքն մենք պատիժները պետք է խստացնենք, որպեսզի նա հասկանա, որ ոչ թե իմը մինչև 3-ից 6 տարի է, ես մեծ հավանականությամբ չեմ բռնվի, բռնվելու դեպքում էլ տանելի պատիժ է։ Ես կարող օրինակ 3-ից 6 տարի մի մասը նաև տնային կալանքով պատիժը կրեմ, բայց դրա փոխարեն մեծ գումարներ կաշխատեմ։ Այս դեպքում ինքը արդեն պետք է հասկանա, որ իր պատիժը լինելու է 14 տարի, 15 տարի, 20 տարի, մեծ եւ իր կյանքը կործանվելու է եւ սրանով մենք երիտասարդներին, ովքեր նոր մտնում են այս հանցավոր արարքի մեջ, հետ ենք պահելու, որպեսզի նրանց համար պակաս գայթակղիչ լինի եւ պետությունը իր կամքը արտահայտի եւ ազգային ժողովը իր կամքը արտահայտի, քրեական օրենսգրքում համապատասխան հոդվածները խստացվեն եւ հասցվեն զարգացած երկրների, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի Միացյալ Թագավորությունների պատիժների չափերին։